մինչև մարտի 8-ը Իդեան համակարգի ցանկացած խանութսրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տևում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Բարև ձեզ, այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը հուզում է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիներին, որ գոնե մեկ գետ անգամ կանգնել է վիզայի հերթ դեսպանատներում, եւ ինչպես գիտենք, արդեն վիզայի լիբերալիզացման երկխոսությունը սկսված է, բայց ինչ է թաքնված դիվանագիտական այս ձևակերպումի հետևում, ինչ տնային աշխատանք մենք ունենք անելու եւ որքանով այս ամենի հետ կապված ներքին գործերի նախարարության եւ առհասարակ ամբողջ համակարգի այդ շտեմարանի թվայնացումը։ Այս թեմայի շուրջ ավելի մանրամասն զրուցելու եմ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք։ Գիտեմ, որ շատ եք խոսել այս թեմայի շուրջ, բայց ես պատրաստվում եմ մեկ այլ ասպեկտից նաև այս հարցերը ավելի վերհանել, ինչպես նաև դրան կգումարենք, արդեն նշեցի, նախարարության, ներքին գործերի նախարարության թվայնացումը, ինչ փուլով է ընթանում, բայց գանք առաջնային այդ վիզաներին։ Երբ է վերջո լինելու այդ կենսաչափական անձնագիրը, որտեղ սկզբում ես հիշում եմ, որ ասում էին, որ ամեն ինչ կապված է կենսաչափական անձնագրերի հետ, բայց դա միայն այսբերգի վերևի շերտն է, որովհետև ներքին շերտում իրականում դա վստահության քննությունն է, որը Եվրամիությունը պահանջում է Հայաստանից, այսինքն վստահություն, որ Հայաստանը կարող է վերահսկել իր սահմանները, բոլոր հնարավոր եւ սահմանապահների առումով, եւ թվային առումով, թվային դարպասները։ Այս ամենի մասին կուզեի ավելի մանրամասն դուք ներկայացնեիք, ինչ փուլում ենք հիմա։ Շնորհակալություն հրավերի համար։ Ձեր հարցը այսպես միանգամից բազմաշերտեր եւ բավականին լայն։ Առաջի ամենապարզ հարցադրմանը թերևս պատասխանեմ, ասեցիք երբ ենք ունենալու կենսաչափական անձնագրեր, կենսաչափական անձնագրեր եւ առհասարակ կենսաչափական փաստաթղթեր ունենալու ենք 26 թվականի կեսերից դեպի ավարտ, հուսանք մոտավորապես ամռանը, աշնանը մենք արդեն կունենանք ամռան ավարտին, աշնան սկզբին մենք կունենանք արդեն կենսաչափական փաստաթղթեր, որոնք ոչ միայն պարզապես կարտադրվեն, այլև հասանելի կլինեն քաղաքացիներին։ Ծառայությունների մատուցումը քաղաքացիներին կմեկնարկի մոտավորապես այդ ժամկետում։ Իսկ երբ կավարտվի, որ ամբողջական դա ավարտվելու գործընթաց չի, արդեն մեր բոլոր փաստաթղթերը պարզապես կլինեն կենսաչափական եւ դրանից հետո ժամանակի ընթացքում, երբ որ ամբողջ բնակչությունը ձեռք կբերի կենսաչափական փաստաթղթեր, մենք ունենանք պարզապես մի իրավիճակ, որ մեր բնակչությունը կունենա կենսաչափական փաստաթղթեր, ինչից հետո յուրաքանչյուր թարմացումը կլինի նոր արդիականացված, ուրեմն փաստաթղթերով, ինչպես է սա առնչակցվում Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման երկխոսության հետ, ուրեմն դա այսպես 4 հիմնական բլոկներից մեկն է, որի շուրջ մենք բանակցում ենք, որի շուրջ աշխատանքներ ենք տանում Եվրոպական միության մեր գործընկերների հետ։ Գիտեք, որ ազատականացումը մեկնարկել է դեռևս 24 թվականին եւ բավականին արագ տեմպերով, կարելի է ասել, այսպես ռեկորդային արագ տեմպերով, եթե համեմատենք նաեւ այլ երկրների հետ, մենք ստացանք վիզաների ազատականացման կոնկրետ գործողությունների ծրագիրը, որը ստացանք 25 թվականի նոյեմբերին, դա մի փաստաթուղթ է, որը Եվրոպական միությունը փոխանցում է գործընկեր երկրին, որի հետ վարում է վիզաների ազատականացման երկխոսություն եւ այդ փաստաթղթի բոլոր հենանիշները, այսպես անգլերեն ասում են benchmark, բոլոր հենանիշները պետք է կատարվեն։ Այս հենանիշները մեր փաստաթղթում 74-ն են, նրանք բաժանված են երկու խմբի՝ օրենսդրական հենանիշներ եւ պրակտիկ օրենսդրական քաղաքականության, այսինքն եթե ունենք տվյալ ոլորտի ռազմավարական քաղաքականության փաստաթղթեր, դա ամրագրվում է եւ երկրորդ հանգամանքը պրակտիկ հողի վրա կյանքում ինչպես են իրականացվում այդ ռազմավարությունները եւ այդ օրենսդրությունը, որի մասին խոսում ենք, եւ այդ 74 հենանիշը բաշխված է 4 խումբ հարցերի շուրջ։ Դրանք են փաստաթղթերի անվտանգությունը, տվյալների անվտանգությունը, սահմանների կառավարումը, միգրացիայի կառավարումը եւ ապաստանը, հանրային անվտանգությունը, հանցավորության դեմ պայքարը եւ մարդու իրավունքներ, ազատություններ, այսպես ասած արտաքին չափումը, 4-րդ բլոկը։ Կենսաչափական փաստաթղթեր ունենալը եւ կենսաչափական անվտանգ ու կայուն համակարգ ունենալը այս 4 բլոկից միայն առաջինն է։
Երկրորդը սահմանների համալիր կառավարում։ Մենք գիտենք, որ երկար ժամանակ Հայաստանի օդային դարպասները վերահսկում էին ռուս սահմանապահները։ Ինչը արդեն այլևս պատմության գիրք է անցել, ես ամեն անգամ մեծ հպարտությամբ եմ մոտենում հայ սահմանապահներին Զվարթնոցում ու ուրախությամբ, երբ հայերեն են իրենք ինձ դիմավորում ու ճանապարհում։ Որքանով է սա նաև արագացրել այդ գործընթացը վիզայի երկխոսության լիբերալիզացիայի եւ ինչ մեսիջեր ու արդյոք այդ մեսիջը ինչպես հասկանում ենք ճիշտ է ընկալվել, քանի որ դուք նշեցիք, որ անսպասելի 2024 թվականից արագ տեմպերով ընթացավ։ Մի փոքր չեմ կարող համաձայնվել անսպասելի ձևակերպման հետ, որովհետև դրանից այլ երկրների համեմատ նկատի ունեմ, այլ երկրների հետ համեմատ այդ մեկնարկից մինչև ուրեմն գործողությունների ծրագրի տրամադրումը, այո, բավականին արագ էր, միանշանակ, բայց դա նաև կարող ենք նշել, որ դա նաև մեր համատեղ աշխատանքի արդյունքն էր, ինչպես հայկական պետական ապարատի, այսպես ասած, այնպես էլ Եվրոպական միության գործընկերների։ Միաժամանակ ինչ վերաբերում է սահմանների համալիր կառավարմանը, սա մեկ գործողության մասին չի։ Սա արդեն համալիր մոտեցում է սահմանների կառավարմանը, ինչպես հենց տերմինը ինքնին ասում է։ Այսինքն սահմանների համալիր կառավարումը ենթադրում է, որ պետք է համապատասխանի սահմանների կառավարման ամբողջ գործընթացը որոշակի ստանդարտների։ Եվ Եվրամիությունը ունի այդ մոդելը, հենց կրկին անգլերեն թույլ տակ մեջ բերեմ, կոչվում է Integrated Border Management, այս IBM համակարգը, եւ IBM համակարգի տրամաբանությունը հետեւյալն է, որ պետք է ունենանք ֆիզիկապես արդիականացված ենթակառուցվածքներ, ինչպես սահմանային անցման կետերում, այնպես էլ կանաչ սահմանին, դա միջանկյալ այդ հատվածն է։ Երկրորդ կարևոր հանգամանքը մենք պետք է ունենանք անվտանգ թվային համակարգեր, որոնք օգտագործում են սահմանային հսկողության ընթացքում։ Երրորդ կարևոր հանգամանքը ուրեմն դա սահմանի վրա աշխատող տարբեր գերատեսչությունների միջև այսպես սահուն եւ հարթ համագործակցությունն է, գիտեք, այս պահին օրինակ մեր մոտ սահմանին աշխատում են երկու գերատեսչություններ, սահմանապահ զորքերը եւ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայություն, այսինքն մշտապես բոլոր երկրներում այս ստանդարտը Եվրամիությունը առաջ է մղում, որպեսզի լինեն այսպես սահուն համագործակցային գործընթացներ եւ չորրորդն է, բայց թերևս իմ կարծիքով ամենակարևորը դա կրթության հանգամանքն է, որ պետք է լինեն հաստատված ձևանմուշներով, այսպես կրթական ձևանմուշ բառը սխալ է, մոդուլներով կրթական process-ներ սահմանապահների համար, մաքսային ծառայողների համար եւ այս վերապատրաստումները պետք է լինեն պարբերական եւ անընդհատ։ Իսկ մենք անցնում ենք այդ վերապատրաստումները։ Մենք ունենք որոշակի նմանատիպ վերապատրաստումներ, այս առումով նաև համագործակցություն կա ուրեմն սահմանապահ Եվրամիության ընդհանուր սահմանների եւ առափնյա ծառայության հետ, Frontex-ի հետ, նրանց կրթական մոդուլների որոշ էլեմենտներ կարող ենք ասել տեղայնացված են հայկական իրականության մեջ եւ մեր սահմանապահները կրթություն անցնում են նաև այս էլեմենտներով, սակայն ամբողջական չէ եւ մենք այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տանենք։ Մեր գործառույթների շրջանակում ներքին գործերի նախարարությունը իհարկե համակարգում է այս գործընթացները որպես վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հիմնական համակարգող մարմին, սակայն այս մասով աշխատանքները ինտենսիվորեն տանում ենք նաև ազգային անվտանգության ծառայության եւ ուրեմն սահմանապահ զորքերի գործընկերների հետ։ Այսինքն այս երկրորդ հենանիշը, որի մի կտոր առնչվում է սահմանների համալիր կառավարմանը, ինքը ինքնին արդեն մի մեծ կոմպլեքս է։ Չեն կարող ասել մի էլեմենտ, մի գործողություն կատարեցիր, արդեն ունես այս համակարգը պետք է ամբողջացվի, զարգացվի եւ նոր կարող ենք արձանագրել, որ այս հենանիշը կատարված է եւ այս առումով պետք է ունենանք նաեւ ռազմավարական փաստաթղթեր, մենք պետք է ունենանք սահմանների համալիր կառավարման ռազմավարական ծրագիր, որի ուղղությամբ եւս ուրեմն կառավարությունում աշխատանքներ տարվում են։ Իսկ մենք մեր տնային աշխատանքը ձեզ կհասցնենք անել այն ժամկետներում, որը նախանշված է եւ որի մասին խոսվում է, որ առաջիկայում 2028 թվականին արդեն լիբերալիզացիան տեղի ունենալու։ Այս ամբողջ համալիրը, որ դուք թվարկեցիք, դա հսկայական բյուրոկրատական աշխատանք է, հատկապես հին համակարգերում, երբ գիտենք ինչքան բարդ է, ավելի հեշտ է 0-ից կառուցել, քան հին համակարգը նորից դնել, փորձել, ռեանիմացնել, նոր մոդելներ ներդնել, որովհետև դա եւ ներքին դիմադրության է որպես կանոն հանդիպում։ Նայեք, վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում որևէ ժամկետ չկա նշված։ Ժամկետները շրջանառվում է 2028 թվականը, համենայն դեպս հանրության շրջանում, թե դա օպտիմիստական էսպիսի մաղթանքներ են հանրության կողմից։ Որևէ փաստաթղթում որևէ ժամկետ չկա նշված։
Եվ այստեղ խնդիրը հետևյալն է, մենք ինքներս պետք է սահմանենք մեր ամբիցիան, այսպես ասած, եւ փորձենք հասկանալ, թե ինչքան ժամանակում կարողանանք սա իրականացնել։ Ինձ երբ որ շատ հաճախ հարցնում են երբ է լինելու վիզաների ազատականացումը, ես գիտեմ դա այսպես ամենասպասվող հարցն է կամ ամենաշատ տրվող հարցն է, իմ պատասխանը միակն է, երբ որ Եվրոպական միության խորհուրդը կկայացնի համապատասխան որոշումը։ Այս համապատասխան որոշումը Եվրոպական միության խորհրդի կողմից կայացնելու համար անհրաժեշտ է, որ Եվրոպական հանձնաժողովը տեղեկացնի խորհրդին այն մասին, որ գործընկեր կողմը բոլոր հենանիշները ապահովել է, կատարել է։ Որ ասում եք, արդյոք մեր տնային աշխատանքը կատարել ենք, թե չենք կատարել, մենք բոլոր ուղղություններով ինտենսիվորեն աշխատում ենք։ Հատվածներ կան, որ մեր գնահատմամբ այս աշխատանքը արդեն իսկ ավարտված է, կարող եմ ասել արդեն իսկ ավարտված է, օրինակ պարզ հարցադրումներ կան ապաստանի հետ կապված խնդիրների մոտավորապես 90 եւ ավել տոկոսը ըստ էության արդեն հասցեագրված են, հիմա էլ ունենք մի օրենսդրական փաթեթ, որ առաջիկայում կդնենք շրջանառության մեջ, այս փաթեթի ընդունմամբ կարող եմ ասել ամբողջական մենք ուրեմն այս կտորը կատարած կլինենք։ Նաև միգրացիայի կառավարման ոլորտում ահագին առաջընթաց ունենք փաստաթղթերի հատվածը, ինչպես նշեցի, մինչև տարվա կեսերը կամ տարեվերջ արդեն ամբողջական այս կտորը կիրականացնենք։ Այսինքն կան հատվածներ, որտեղ մենք առաջ ենք անցել օրենսդրության կտորով, օրինակ մեր օրենսդրությունը լիովին համապատասխանում է այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են։ Հատվածներ կան, որտեղ առաջ ենք անցել պրակտիկայի կտորով, այսինքն պրակտիկան ունենք, օրենսդրությունը պետք է համապատասխանեցնենք, մոդեռնիզացնենք, եւ հատվածներ կան, որ ամբողջությամբ, բայց հատվածներ էլ կան, որտեղ ունենք խնդիրներ, որտեղ կան այսպես կոմպլեքս հարցեր, որ պետք է լուծեն, ինչի մասին օրինակ մի փոքր առաջ խոսեցինք սահմանների համալիր կառավարման մասով։ Սակայն չկա գեթ մեկ ուղղություն գործողությունների ծրագրում, որի շուրջ մենք չենք մեկնարկել աշխատանքներ կամ ինտենսիվ process-ի մեջ չենք։ Չկա այդպիսի ուղղություն պարզապես։ Իսկ ինչ process-ի մեջ է հենց նաև այդ փաստաթղթերի թվայնացումը զուտային առումով, որ գիտենք, Եվրամիությունում բազմաթիվ մեր հայրենակիցներ նաև մեկնել են ժամանակին, նրանք ես անձամբ ունեմ ընկերներ, ծանոթներ, որոնք հանձնվել են, հետո փոխել են փաստաթղթերը, այլ անուններով են։ Այսինքն դա ինչպես է լինելու, նրանք կարողանան հետո վերադառնալ, որտեղ ինչ որ խառնաշփոթ է, եթե չի լինում։ Ու ինչպես այդ վերադարձը լինելու, ենթադրենք Եվրամիությունը, ասում եք, դեք ես ձեր քաղաքացին այստեղ, քանի որ արդեն թափանցիկ է լինելու այդ ամբողջ վայնացած է լինելու։ Ասելու է այս ձեր քաղաքացին անօրինական եկել է այստեղ, հանձնվել է, վերադարձնում է։ Այդ process-ը ինչպես է լինել։ Դուք ըստ էության հենց նոր նկարագրեցիք մի գործընթաց, որը ամրագրված է միջազգային փաստաթղթում, դա Հայաստան-Եվրամիություն ռեադմիսիոն համաձայնագիրն է։ Ձեր նկարագրածը ռեադմիսիայի process-ը։ Ես ուղղակի ուզում եմ բարդ երևույթներ պարզ բառերով ասել։ Եթե ասեմ հետընդունման գործընթաց ավելի պարզ կհնչի, փորձենք ասել հետընդունման գործընթաց, այսինքն մեր քաղաքացուն հետընդունելու գործընթաց։ Ահա։ Ինչ է տեղի ունենում։ Այո, ցավոք սրտի մենք ունեցել ենք այնպիսի իրավիճակ, երբ որ մեր քաղաքացիները գնացել են եւ էլի փորձեմ պարզ բառով ասեմ, հանձնվել են Եվրամիության երկրներում, դրա ճիշտ տերմինոլոգիան կլինի ապաստան են հայցել, բայց հանձնվել են այդ երկրներում, երբ որ հանձնվել են այդ երկրներում, պետք է հիմնավորում ներկայացնեին, ինչի համար են հանձնվել։ Այդտեղ կան 5 հատ հիմք, կոնվենցիան նախատեսում է, Ժնևի կոնվենցիան նախատեսում է 5 հատ հիմք, որի պարագայում հնարավոր էր ապաստան հայցել եւ դա ունենար դրական ելք, հա, այսինքն քո ծագման երկրում քեզ հետապնդում են կրոնական, ռասայական, ազգային, սոցիալական խմբի պատկանելու եւ այլ հիմքերով։ Եթե այս հիմքերին համապատասխանում ես, ապա քեզ այդ երկրում տալիս են փախստականի կարգավիճակ, եթե չես համապատասխանում, հետ են վերադարձնում։ Սկսվում է ձեր նշած գործընթացը։ Շատ հաճախ մարդիկ հանձնվել են կեղծ տվյալներով, եւ դա շատ ցավալի եւ տխուր իրավիճակ է։ Ես կցանկանայի մի հանգամանք շեշտադրել, դա շատ ավելի ցավալի եւ տխուր իրավիճակ է երեխաների համար, որովհետեւ երեխաները ծնվում էին արդեն իսկ կեղծ տվյալներով։ Սա շատ ավելի մեծ բյուրոկրատական բարդություն է առաջացնում, քան առաջի հանգամանքում, հա, երբ որ անձը ուղղակի կեղծ տվյալներով է հանձնում։ Ռեադմիսիոն գործընթացը ինչի մասին է։
եթե ընդունող երկիրը, ասենք եվրոպական այն երկիրը, որտեղ որ հանձնվել են, որոշակի կասկած է ունենում, որ այս քաղաքացին, այս անձը կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոշակի հանգամանքներից բերելով փաստաթղթերի ուսումնասիրությունից, հարցազրույցների արդյունքում եւ այլն, մեզ հայտ է ուղարկում այդ պայմանագրի շրջանակներում հետընդունման ռեադմիսիայի պայմանագրի շրջանակներում մեզ հայտ է ուղարկում, ասում է այս տվյալներով անձը կարող է լինել ձեր քաղաքացին։ Խնդրում եմ ուսումնասիրեք։ Կա, որտեղ ենթադրենք արդեն ստացել է քաղաքացիություն։ Օրենքի ուժը տարածվել է արդեն քաղաքացիություն ստացած երևը։ Այդտեղ քաղաքացիության մասին չենք խոսում, մենք խոսում ենք այն իրավիճակում, եւ ովքեր որ գտնվում են այդ երկրներում անկանոն իրավիճակում։ Եթե անձը գտնվում է այնտեղ անկանոն իրավիճակում, ուրեմն ուսումնասիրություն են իրականացնում, նայում են, տեսնում են, եթե հնարավոր է անձը լինի Հայաստանի քաղաքացի, մեզ հայտ են ուղարկում։ Մենք մեր հերթին ուսումնասիրություն ենք իրականացնում, եթե անձին նույնացնում ենք եւ հայտնաբերում ենք, որ տվյալ անձը մեր երկրի քաղաքացին է, ուղարկում ենք այս տվյալների միջայլոց թվայնացված համակարգը մենք ունենք արդեն իսկ 2019 թվականից ի վեր։ Այս համակարգով տեղեկացնում ենք Եվրոպական միության համապատասխան երկրի մեր գործընկերներին, ոստիկան, նայած որ երկրում ոստիկանությանը, միգրացիոն ծառայությանը կախված երկրից եւ սկսվում է այդ անձի, եթե հաստատվում է մեր կողմից, սկսվում է այդ անձի հետ ուղարկման եւ մեր կողմից հետընդունման գործընթացը։ Մենք տարեկան կտրվածքով ստանում էինք 500-ից 600 նմանատիպ ուրեմն հայցեր, նրանցում նշված անձանց թիվը կարող էր հասնել մինչև 1000-1200, ամենապիկ տարիներին, պիկ տարիները եղել են հենց 2019, 18-19 թվականին, հիմնականում դրանից հետո որոշակիորեն այս թիվը նվազել է, եւ դրանից հետո ուրեմն այս անձին հետ էին ուղարկում։ Եվ մենք հետ էինք ընդունում տվյալ անձին։ Ինչն է կարևոր, մի կարևոր այլ վիճակագրություն եւս նշեմ։ Վերջին տարիներին էականորեն մենք տեսել ենք Եվրամիությունում առաջին անգամ ապաստան հայցող Հայաստանի քաղաքացիների թվի նվազում։ Պիկային տարին, երբ որ Հայաստանի քաղաքացիները ապաստան են հայցել, բարձ բառերով ասած հանձնվել են Եվրոպական միության տարածքում, եղել է 2016-ը մոտ 8000 ապաստանի հայցի մասին էր խոսքը։ Հետո այդ թիվը էականորեն այսպես նվազման միտումը մենք տեսնում ենք մինչև կոവിഡ്ի տարին 2020 թվականը, երբ որ այդ թիվը 1200-ից մի փոքր ավելին էր, այնուհետև որոշակի աճ կար, բայց դա կրկին պայմանավորված էր կոവിഡ്ով ուրեմն ներդրված սահմանափակումների վերացմամբ, որոշակի աճ նկատել ենք, ուրեմն 24 թվականը 23-ի համեմատ արդեն որոշակի նվազում արձանագրում է եւ հուսանք, որ այս տենդենսը կլինի նվազողական, որովհետեւ սա մեզ համար շատ կարեւոր է հենց բանակցությունների ընթացքում այս տենդենսի նվազումը դրական է Հայաստանի միանշանակ, քանի որ դա կվկայի այն մասին, որ Հայաստանից ապօրինի միգրացիայի ռիսկը դեպի Եվրոպական միության շատ ցածր է։ Իրականում ներկայում եւս բավականին ցածր է ապօրինի միգրացիայի ռիսկը Հայաստանից Եվրոպական միություն, սակայն այս տենդենսն է կարևոր ցույց տալ, որ մենք ունենք նվազող ռիսկային միտում եւ մենք իրականում ունենք այդպիսի նվազող։ Որովհետեւ միևնույն ժամանակ բնականաբար սա քաղաքականացվում է, ես հաճախ եմ լսում հայտարարություններ կամ արտահայտություններ, որ եթե հեշտանա ավելի այդ լիբերալիզացիան տեղի ունենա, Հայաստանը կդատարկվի, բոլորը կգնան, եթե այդ ժամանակ արհեստական պատնեշներ է ստեղծում, հիմա խնդիր չի լինի, կգնան, կանել հետ չեն գա ու այսպես դատարկ կնստենք, ես կանջատեմ օդանավակայանի վերջին մարողը լույսը ես կլինեմ։ Այսպիսի մարդիկ այսպիսի տեքստեր են ասում։ Դե այդպիսի տեքստեր կան շատ երկար ժամանակ, կհիշեք, որ օդանավակայանի մարող լույսի մասին խոսակցությունները 3 չեն, այլ տասնյակ տարիների խոսակցություններ են, այո։ Բայց գոյություն ունեն խոսակցություններ եւ գոյություն ունի իրականություն։ Հիմա անդրադառնանք, թե իրականությունն ինչ է։ Հասկանալու համար այդ իրավիճակը մենք կարող ենք նայել համադրելի երկրների փորձը, իհարկե մենք ունենք նաև սեփական ուսումնասիրությունները հաշվի առնելով մեր միգրացիոն միտումները, բայց կարող ենք նայել նաև համադրելի երկրների փորձը, ու այս պարագայում շատ համադրելի է հենց մեր հարևան Վրաստանը։ Մեր հարևան Վրաստանը արդեն մոտավորապես ոչ ամբողջ, բայց գրեթե 1 տասնամյակ ունի ազատ վիզային ռեժիմ Եվրոպական միության երկրների հետ։ Որի դեպս սպառնում են, որ կարող է զրկվեն։ Բայց այս պահին փաստը այն է, որ գրեթե 1 տասնամյակ Վրաստանը ունի այդ ազատ վիզային ռեժիմը։ Ուզում եմ իմանամ ով է անջատել Թբիլիսի օդանավակայանի լույսերը։
կարծես նմանատիպ դեպք չենք ունեցել։ Եվ երկրորդ հանգամանքը մենք այստեղ ինչ միտում ենք նկատում, հա? Մենք նկատում ենք, որ վիզաների ազատականացումից հետո, այո, ցավոք, Վրաստանի պարագայում նկատվել է ապաստանի հայցերի քանակի աճ Եվրամիությունում Վրաստանի քաղաքացիների կողմից այդ տենդենսը եղել է եւ դրանից հետո Վրաստանի մեր գործընկերները ինտենսիվորեն լծվել են ինֆորմացիոն արշավների քաղաքացիներին բացատրելու, որ այս անկանոն միգրացիոն վարքագիծը կարող է վատ հետևանքներ ունենալ ամբողջ երկրի համար, կարող է այդ ձեր նշած վիզային ազատ ռեժիմը պարզապես կասեցվել, իսկ հիմա ասեմ որ Եվրամիությունը արդեն ընդունել է կասեցման համար ավելի խիստ կանոններ, քան մի քանի տարի առաջ, եւ պետք է նաեւ այն հանգամանքը հաշվի առնել, որ մի քանի տարի առաջ Եվրամիության միգրացիոն կանոնները եւս այլ էին, իսկ հիմա տարեց-տարի այդ միգրացիոն կանոնները, այո, շատ ճիշտ է, տարեց-տարի այդ միգրացիոն կանոնները խստանում են։ Եվ այս ինֆորմացիոն արշավները, որ իրականացրել են Վրաստանի մեր գործընկերները, տվել են իրենց արդյունքները, նրանց մոտ եւս այդ միտումը սկսել է նվազել։ Սա մեկ հանգամանքն է, այսինքն որ անցած պետք է բացատրվի, որ այս անկանոն միգրացիոն վարքագիծը վատ հետևանքներ է ունենալու, ինչպիսի տխուր հետևանքներ ես նշեցի, օրինակ ռեադմիսիայի իրավիճակում կարող են հայտնվել մարդիկ եւ դա շատ վատ հետևանքներ է ունենում եւ ես ցանկանում եմ շեշտադրել այս հանգամանքը կրկին ու կրկին երեխաների վրա, որովհետեւ դա կարող է շատ տրավմատիկ փորձառություն լինել անչափահասների համար, մենք ունեցել ենք նմանատիպ փորձառություններ, ուրեմն որովհետեւ արտաքսումը կամ հետվերադարձը հարկադիր հետվերադարձը կարող է կատարվել, չգիտեմ, գիշերվա ժամերին, կարող է կատարվել որոշակի հարկադրանքի կիրառմամբ։ Միանշանակ սա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Հետո երեխան գալիս է եւ պետք է այս պատկերացրեք այդ կեղծ տվյալների ուղղման վրա կարող են ամիսներ անցնել եւ երեխան կարող է որոշակի ծառայություններին հասանելիություն չունենալ, ինչը եւս ազդում է ուրեմն նրա հոգեբանության եւ բնականon կենսագործունեության վրա, չնայած մենք հնարավորինս փորձել ենք այնպես անել, որ մեր երկրում նմանատիպ իրավիճակներ չլինեն եւ փառք Աստծո մենք նմանատիպ իրավիճակներ չունենք։ Սակայն երկրորդ հանգամանքը, որ ուզում եի նշել, բացի ինֆորմացիոն արշավներից, հենց այդ ռեադմիսիոն համակարգն է։ Այս երկու համակարգերի համադրումը մեզ թույլ է տալիս ասել, որ մենք չենք ունենալու այնպիսի իրավիճակ, որ չգիտեմ, մարդիկ այսպես զանգվածաբար հեռանան։ Դա մեր միգրացիոն միտումները չեն ցույց տալիս։ Շատ լավ, իսկ ինչ հնարավորություն է սա բացում նաև հենց աշխատանքային միգրանտների համար, որովհետև ես ուզում զուտ բերել մի օրինակ, երբ ես մեկնել եմ աշխատանքի բերումով Ֆրանսիա ու մոտ 1 ամիս պետք է այնտեղ գտնվեի, տուն էի վարձակալել ու զուգարանի լվացքարանի այդ սանտեխնիկան լավ չէր աշխատում։ Ես տանտիրում խնդրեցի, որ մարդ կանչի փոխի, ինքը ապշած ինձ վրա նայեց, ասեց՝ դու գիտես սանտեխնիկը այստեղ քանի ամիս առաջ լավ որակյալ սանտեխնիկին դու պետքա բրոնյան ես, ծանոթ խառնես ու դա ինչ արժի, ու ասենց ապշած վրա ասում, այսինքն ոնց, մեզ մոտ ասում բացում ենք լիստեյը, գտնում ենք, զանգում ենք կամ ընկերուն զանգում ասում ենք, կարող է լավ սանտեխնիկ ունենաս ու փայլուն մասնագետներ ունենք։ Հիմա հարցս հետևյալն է. երբ մեր աշխատանքային միգրանտները հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, մենք գիտենք նրանք գնում են Ռուսաստան։ Արդյոք ինչ հնարավորություններ է սա բացում, հա, ի դեպ նշեմ, որ այնտեղ սանտեխնիկները չեք պատկերացնում, ինչ մեքենաներով էին շրջում, առհասարակ այդ ոլորտի մասնագետները, անկեղծ եմ ասում, շատ բարձր վարձատրում, բժշկին հավասար վարձատրվում են այդ մասնագետները։ Ինչ հնարավորություններ է բացում մեր մասնագետների համար, որ մենք գիտենք, մենք եզակի ադապտատիվ ազգ ենք, որ շատ արագ կողմնորոշվում է ինչ, որտեղ ինչ կոդերով, ինչ ստանդարտներով աշխատել։ Ինչ է սա տալու, որ ոչ թե այդպիսի նվազ աշխատավարձով գնան Ռուսաստանում ենթադրենք, այլ գնան հենց այդպես ֆրանսուհի տիկիններին օգնեն, որոնք այդպես չռված աչքերով չնայեն, երբ սանտեխնիկի անուն լսեն։ Փորձեմ ծեր նկարագրած իրավիճակը ադապտացնեմ վիզաների ազատականացման գործընթացին։ Նայեք, կարևոր է հասկանալ ինչի մասին է վիզաների ազատականացման գործընթացը։ Դա աշխատանքային վիզայի մասին չի, աշխատանքի թույլտվության մասին չէ, այլ պարզապես կարճաժամկետ վիզաների պահանջի վերացման մասին է։ Նայեք, գոյություն ունի Շենգենի այսպես կոչված վիզային օրենսգիրքը, վիզա կոդը, եւ այնտեղ կա մի ցանկ,
երկրների, ովքեր կարող են մուտք գործել Շենգեն տարածք առանց կարճաժամկետ վիզայի պահանջի։ Ինչ է նշանակում կարճաժամկետ վիզա։ Կարճաժամկետ վիզա նշանակում է 1 տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր։ Մեր բնակչությունը ճնշող մեծամասնությունը, ովքեր որ ճամփորդում են Եվրոպական միություն կամ Շենգեն տարածք, օգտվում են հենց այս տեսակի վիզայից։ Հիմա C վիզայից, այո, շատ ճիշտ է, հիմա մեր դիտողները կարող են ասել, բայց 1 ամսվա մեջ տվել են մի քանի մուտք եւ այլն, այդ բոլորը ընկնում է այս վիզայի կատեգորիայի տակ, հա, պարտադիր չի լինի հենց 1 տարվա, դա կարող է լինել 1, 3, 5 տարվա կամ կարող է լինել ավելի կարճ։ Սա բոլորը ընկնում է C վիզայի տակ։ Մենք բանակցում ենք հիմա, որպեսզի Շենգենի կոդում, Շենգեն ուրեմն այդ օրենսգրքում, վիզա կոդում, ներողություն եմ խնդրում, առանց վիզայի երկրների ցանկում ավելացվի Հայաստանի անունը, որ այս վիզայի պահանջը դուրս գա եւ այն բոլոր երկրները, ովքեր անցել են վիզաների ազատականացման երկխոսություն Եվրոպական միության հետ, հենց այս վիզայի մասին է խոսքը եղել։ 8 երկիր է անցել այս փորձառությունը, չեմ ասում, որ 8 երկիր ունի ազատ վիզային ռեժիմ, 60-ից ավելի երկրներ ունեն, որտեղ Շենգենի հիմնադրման ժամանակահատվածում արդեն իսկ օրինակ չգիտեմ, ազատ վիզա էր սահմանված Կանադայի կամ ԱՄՆ-ի քաղաքացիների համար։ Բայց օրինակ Արևմտյան Բալկանների 5 պետությունները, Արևելյան գործընկերության 3 պետություններ, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան անցել են այս երկխոսության փուլով եւ նրանց համար այս վիզայի պահանջն է վերացվել։ Ինչ միգրացիոն միտում ենք նկատել դրանից հետո, որը որևէ կերպ կարող է անդրադառնալ ֆրանսուհի տիկինների եւ սանտեխնիկի մեր պատմության վրա։ Պատմությունը դեպ Ավստրիայում էր, էլի հայերը գտան, ասեն սպասեք մի հատ հայ սանտեխնիկա կզանգենք, թե չէ օրինական ճանապարհով դա անհնար է, նույնը Ավստրիայում։ Հիմա անդրադառնանք այդ պատմությանը։ Նայեք, կրկին Վրաստանի օրինակը եկեք նայենք, որովհետև շատ համադրելի ենք, էլի ընդհանուր առմամբ այս առնվազն նաև միգրացիոն պրակտիկաների տեսանկյունից, որովհետև կհիշեք այն ինչ որ կոչվում է մեր մոտից աշխատանքային միգրացիոն հոսք դեպի Ռուսաստանի Դաշնություն, իսկ կենցաղում կոչվում է խոպան, արկա էր նաև Վրաստանից։ Դա ժամանակին արկա էր նաև Վրաստանից, իմջելուց արկա էր նաև Ադրբեջանից եւ մինչեւ հիմա էլ այդ դրսևորումները կան, նույն վրացիների տարբեր ոչ միայն Ռուսաստանում, եվրոպական երկրներում վրացիների մեծ համայնքներ կան։ Անշուշտ, բայց հիմա մի պահ անդրադառնանք Ռուսաստանին, հա, թե ինչպես է փոխվել միգրացիոն հոսքի տենդենսը, դա էի ցանկանում ասել։ Երբ որ մենք նայում ենք եվրոպական երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից կացության կարգավիճակների ստացման միտումը, մինչև վիզաների ազատականացումը եւ վիզաների ազատականացումից հետո մի հետաքրքիր տենդենս ենք նկատում իմջելուց եւ ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Բալկանյան երկրների։ Նրանք շատ քիչ ստանում էին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակներ, բավականին քիչ ստանում էին։ Չէ, Եվրոպական միության երկրներում։ Ազատականացումից հետո առաջին տարիներին եւս շարունակում էին շատ քիչ ստանալ, որովհետև միգրացիոն հոսքը ադապտացված չէր, սակայն այն աշխատանքային միգրացիոն հոսքը, որը զսպվել էր եւ չէր մեկնել Ռուսաստան հիմնականում ռուս-վրացական ուրեմն ռազմական գործողություններից հետո 2008 թվականից քիչ-քիչ վերաադապտացվել է, չնայած չափերով շատ ավելի փոքր է եղել, քան այն միգրացիոն հոսքը, որը գնացել է Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա օրինակ մենք կարող ենք տեսնել առավել մեծ թվով Վրաստանի քաղաքացիներ, ովքեր կացության կարգավիճակներ են ձեռք բերել աշխատանքի հիմքով, օրինակ Լեհաստանում։ Կանանց մասով սա շատ հետաքրքիր իմիջիայլոց հետազոտված ֆենոմեն է, կանանց մասով Վրաստանի քաղաքացիներ Իտալիայում, ովքեր ներգրավված են խնամքի, այո, շատ են խնամք, տնտային տնտեսության վարում շատ մեծ համայնքներ։ Նմանատիպ իրավիճակ առկա է նաև Մոլդովայում, երբ որ Մոլդովայի քաղաքացիները կրկին Իտալիայում ներգրավված են այս գործընթացի մեջ։ Ես չեմ ասում, որ սա կարող է կրկնվել, պարտադիր պետք է կրկնվի։ Չի կարող է եւ չկրկնվել, որովհետեւ մեր միգրացիոն միտումները այլ են, սակայն պետք է հաշվի առնել մի հանգամանք ներկայումս աշխարհում գրեթե ամենուր միգրացիոն կանոնները խստացվում են։ Տեսեք, ինչպես են միգրացիոն կանոնները խստացվում հենց Ռուսաստանի Դաշնությունում։ Չէ, հենց նույն հաշվառման անհրաժեշտ պահանջները, այն որ առանց վիզային երկրների մուտքի քաղաքացիները կարող են գտնվել արդեն ոչ թե 180 օրվա մեջ 90 օրվա լոգիկայով Ռուսաստանի Դաշնությունում, այլ 365 օրվա մեջ
90 օրվա լոգիկայով այդ օրենսդրական փոփոխությունները եւս ընդունվել են, բայց պետք չի մտածել, որ Եվրամիությունում չեն խստանում, այսինքն այստեղ մենք ունենք մեր ներքին աշխատաշուկայի խնդիրը։ Իսկ ո՞րն է մեր ներքին աշխատաշուկայի խնդիրը։ Հիմա անդրադառնանք նաև դեպի Հայաստան եկող միգրացիոն հոսքին, հա, ճիշտ հասկանալու համար էս պատկերը։ Մենք ունենք տարիներ շարունակ չհամալրվող աշխատատեղեր եւ ունենք որոշակի գործազուրկների քանակ։ Եվ այս երկուսը չեն հանդիպում իրար։ Ինչն է պատճառը։ Ինչու՞մն է պատճառը։ Իմ կարծիքով, նույն այստեղ կան որոշակի հետազոտություններ, բայց կարծում եմ այս թեման դեռ շատ հետազոտությունների առիթ է դառնալու, իմ կարծիքով պատճառը կրթականն է։ Այսինքն մեր տնտեսությունը վերաֆորմատավորվել է, մեր տնտեսությունը դարձել է ծառայությունների տնտեսություն, իսկ այն աշխատուժը, որը կարող է սպասարկել ծառայությունների տնտեսությունը, չունի այդ հմտությունները, եւ դրա փոխարեն գալիս է այլ երկրից աշխատուժ, որը շատ բնական է։ Հնդկաստանից երբ գալիս են, նրանք այդ ինչ ծառայությունների մատուցման բարձր մակարդակի են տիրապետում, որ ենթադրենք նույն ծառայության մատուցման բարձր մակարդակի մասին չի ասում, տնտեսությունը վերաֆորմատավորվել է եւ կա պահանջարկ առաքիչների։ Եթե աշխատաշուկան չի տրամադրում առաքիչներ, ինչ պետք է անի գործատուն։ Գործատուն նայելու է դուրս եւ փորձելու է այլ ճանապարհով, այսինքն դրսից աշխատուժի ներգրավմամբ իր կարիքը հոգալ։ Եվ դա շատ տրամաբանական է, այդտեղ Հիմա եթե տեսությունների մեջ խորանանք, դա կոչվում է աշխատավարձերի համեմատական տեսություն, այս հարցը եւս ուսումնասիրված է, որ ցածր գնողունակությամբ աշխատավարձերով վայրերից մարդիկ միգրացվում են, եթե թույլ տաք այսպիսի արտահայտություն ինձ այն տեղեր, որտեղ միջին աշխատավարձի գնողունակությունը ավելի բարձր է եւ դա շատ բնական է։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ Մերոնք ուրեմն մեր աշխատանքային միգրացիոն հոսքը ուղղորդվում էր Ռուսաստանի Դաշնություն։ Վերջին տարիներին մենք նկատում ենք որոշակի նվազող միտումներ, բայց դեռևս այդ աշխատանքային միգրացիոն հոսքը եւս առկա է։ Սահուն մոտեցանք հուշի քայլերով մյուս կարևոր կետին, փաստորեն, եթե ապա բարեհաջող ավարտվի այս երկխոսությունը եւ մենք անցնենք ազատ վիզային ռեժիմի հետ Եվրամիության հետ, ապա ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության անձնագիրը ինքը կտրուկ գինը արժեքը բարձրանում է։ Արդեն այսօր ես տեսնում եմ, որ նույն համացանցում ես ուշադիր մոնիտորինգ եմ անում, տեսնում եմ, որ ռուս ռելոկանտների շրջանում բավականին մեծ անհանգստություն կա, նրանք նշում են, որ խստացվել են քաղաքացիության ստացման պայմանները, բողոքում էին, ասում էին, որ տեսեք, սա արդեն Եվրոպայի դեպի Եվրոպա գնալու ճանապարհի առաջին զոհերը մենք ենք լինում, ու այստեղ ինչ խնդիրներ կան, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հիմք հանդիսանում է մի քանի կետով կարող թե բա հայրդ, մայրդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են կամ հայ են։ Այստեղ ինչ խնդիրներ կա հենց սրա վերաբերյալ կամ դու պետք է ներկայացնես եկեղեցու մկրտության վկայական։ Բայց մենք գիտենք, որ օրինակ նույն միջին արևելքում կամ Սիրիայում կամ այլ երկրներում բավականին հեշտ կարելի է այդ մկրտության այլ ազգին կարող է ենթադրենք ինչ որ ճանապարհներով այդ մկրտության վկայականը ստանալ։ Դա այդքան բարդ չէ, մենք գիտենք, որ հնարավոր է ամեն ինչ արևելյան հոգեբանությամբ։ Ինչ հնարավորություններ է սա բացում միևնույն ժամանակ, ինչ խնդիրներ է կա այստեղ, որովհետև Եվրամիությունը շատ գրգռված չէ, որ ինչ որ հերթական միգրանտներ կան ուրիշ երկրներից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության անվան տակ։ Ինչ ենք անում մենք այս ուղղությամբ։ Շատ բարի։ Առաջի եւ ամենակարևոր, այսպես կանխադրույթը, որին պետք է ուշադրություն դարձնենք այս թեմայի շուրջ զրուցելիս, այն է, որ անձնագիրն ու քաղաքացիությունը տարբեր բաներ են։ Շատ հաճախ մարդիկ, այսպես ասում են, կենցաղային էլի լեզվին անդրադառնանք, ես ուզում եմ Հայաստանի պասպորտ հանել։ Չեմ։ Հենց այդպես էլ ձևակերպում եմ։ Գիտեմ դրա համար։ Դուք ձևակերպումներին Հայաստանոց։ Ես կենցաղի ձևակերպումը բերեցի հիմա մեր խոսակցության մեջ, քանի որ որոշել ենք պարզ խոսել, չէ։ Ոչ մեկ չի ասում ես ուզում եմ Հայաստանի քաղաքացիություն ստանալ, ասում են ես ուզում եմ պասպորտ հանել։ Հիմա պետք է հասկանալ, որ Հայաստանի անձնագիր ունենալը դա հետևանքն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման։ Իսկ ինչ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ինչ է առհասարակ քաղաքացիությունը, դա կայուն իրավական կապն է անձի եւ պետության միջև։
Եթե չկա կայուն իրավական կապ անձի եւ պետության միջեւ, ինչու մի երկիր պետք է տրամադրի իր քաղաքացիությունը տվյալ անձին։ Սա այսպես հարց փիլիսոփաներին թողենք օդում կախված։ Ինչով է արտահայտվում։ Եվ դու ապրում ես այս երկրում, հարկեր ես վճարում, երեխաներ ես այստեղ մեծացնում։ Շատ կարևոր է։ Լեզուն գիտես։ Բոլոր երկրները, ովքեր այս նատուրալիզացիայի կանոնները սահմանում են, այսինքն իրենց երկրի քաղաքացի դառնալու ճանապարհի կանոնները սահմանում են, առնվազն երկու խումբ հարցերի են անդրադառնում։ Առաջինը իր երկրի տարածքում մնալը, լինելը, գտնվելը, ապրելը, ֆիզիկապես այդտեղ ապրելը։ Եվ երկրորդ հանգամանքը այդ երկրի կյանքում ինտեգրված լինելու մակարդակը։ Մեր ներկայիս օրենսդրությունը սահմանում է հետևյալ տրամաբանություն։ Ասում է, եթե օտարերկրացի ես եւ ցանկանում ես դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սա բազային կանոնն եմ ասում։ Պետք է 3 տարի մշտապես բնակվես Հայաստանի Հանրապետության տարածքում, սա ինչ վերաբերվում է մնալու կանոնին, ռեզիդենտությանը, եւ երկրորդ հանգամանքը ինտեգրվածությունը, ինչպես ենք չափում, ասում ենք պետք է կարողանաս բացատրվել հայերենով եւ տիրապետես սահմանադրությանը։ Նու այստեղ կարող է լինել բանավեճեր, թե արդյոք սահմանադրության տիրապետելը բավարար է ինտեգրվածության չափման համար, սրանք հարցեր են, որոնց մենք կանդրադառնանք եւ անդրադառնում ենք արդեն իսկ ուրեմն միգրացիոն ռազմավարության շրջանակներում։ Ես մի փոքր շեղում ինձ թույլ տամ քաղաքացիության թեմայից, մենք ներկայումս մշակում ենք միգրացիոն ռազմավարությունը, որը եւս վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով նախատեսված կարևոր հենանիշ է, որի շրջանակներում առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ռազմավարական փաստաթղթում անդրադարձ են կատարում մեր երկրի քաղաքացիության ձեռքբերման խնդիրներին, ինչը չի եղել։ Սա զուտ այսպես դիտարկման տեսանկյունից։ Հիմա վերադառնանք կանոններին, հա։ Սա մի հանգամանք է, բայց մենք բացառություն ենք նախատեսում այս 3 տարվա կանոնից եւ ուրեմն ինտեգրվածության կանոնից ազգությամբ հայերի համար։ Ասում ենք, եթե դու ազգությամբ հայ ես, դու կարող ես այս չափանիշներին չհամապատասխանել։ Իսկ ինչպես ենք չափում ազգությամբ հայ լինելու հանգամանքը, կամ ուրեմն տվյալ անձի ծնողները կամ տատը, պապը, որևէ մեկը ծննդականում ամրագրված է, որ նա հայ է։ Այսպես ասած, կոպիտ ասած, եթե հայտնաբերում են 25% հայ լինելու հանգամանքը, եւ երկրորդը կառավարության որոշման փաստատված ուրեմն անպատասխան եկեղեցիների ցանկություն ունի, որի տրված մկրտության վկայականը, որտեղ որ նշվում է, սա էլ է կարևոր հանգամանք, մկրտության վկայական, որտեղ որ նշվում է, որ տվյալ անձը ազգությամբ հայ է, այդ պարագայում մենք համարում ենք, որ տվյալ անձը ազգությամբ հայ է։ Իսկ հնարավոր չէ կեղծել։ Ես անձամբ գիտեմ մարդկանց, որոնք կեղծել են մկրտության վկայականը։ Ցանկացած փաստաթղթեր հնարավոր են կեղծել եւ դրա համար կա սահմանված քրեական պատասխանատվություն։ Մենք բազմաթիվ գործեր, ուրեմն ներքին գործերի նախարարությունը մի քանի տասնյակ եւ ավելի գործեր, կեղծ փաստաթղթերի հիմքով, այդ թվում եւ մկրտության վկայականի, ծննդյան վկայականի բազմաթիվ այսպիսի հիմքային փաստաթղթերի կեղծման գործեր մենք ուղարկել ենք քննչական մարմիններ վարույթ իրականացնելու նպատակով եւ ուրեմն որպեսզի քրեական պատասխանատվությունը վրա հասնի այս դեպքերի առիթով։ Բնականաբար կան այդպիսի դեպքեր, սակայն միայն փաստաթղթի կեղծիքի խնդիրը չի, կոնցեպտուալ հարցն է։ Ինչպես ենք մենք մոտենում մեր քաղաքացիությանը։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիությունը մենք չենք արժևորել բավարար կերպով։ Եվ քաղաքացիությունը չենք արժևորել տարօրինակ 1000 դրամ, եթե չեմ սխալ։ Այո, եւ հիմա այդ որ ասում եք բողոքներ կան, որ քաղաքացիության կանոնները խստացվել են։ Նախ քաղաքացիության որևէ կանոն չի խստացվել վերջին շրջանում։ Մի բան ենք արել, քաղաքացիության գործընթացները թվայնացրել ենք այս տարվա հունվարից, քաղաքացիության 26 թվականի հունվարից քաղաքացիության գործերի վարման ամբողջական համակարգը գործում է այլևս թվային տիրույթում եւ դա կարող եմ ասել մեր ներքին գործերի նախարարության թվայնացման հաջողված պրոյեկտներից մեկն է, թե քաղաքացիության շնորհման, թե քաղաքացիության դադարեցման գործերը այլևս ընթանում են ուրեմն թվային միջավայրում։ Սա մեկ եւ երկրորդը մի փոքր բարձրացրել ենք турքերն ու մի փոքր ասվածը, եթե համեմատենք, որ 1000 դրամ էր, հիմա 50000 դրամ է եւ դադարեցման турքը 25000 դրամ էր, հիմա 150000 դրամ է, կարող եք ասել, չէ, շատ է բարձրացել, բայց եկեք նայենք համադրելի երկրները։
շատ ավելի բարձր տուրքեր գոյություն ունեն եւ ես կարծում եմ որ շատ չէ, անկեղծ, որովհետեւ մենք իսկապես կարիք ունենք արժևորելու մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը, մեր անձնագիր լինել։ Ես ինձ նվաստացած էի զգում, որ 1000 դրամով ստանում էին անձնագրեր, եւ միևնույն ժամանակ նույն Վրաստանում տարիներ էր տևում քաղաքացիություն ստանալու գործընթացը։ Իրենք լեզու պետք է հանձնեն, պատմություն պետք է հանձնեն, 1000 ու մի փաստաթղթային դժոխքով պետք է անցնեն, որ նոր, բայց չգիտես ինչու գալիս են Հայաստանում, բայց բողոքում են նույն մարդիկ, որ ասում են, օ, դժվար է ստանում, այսինքն 1000 դրամ տալ դա ինչ որ բաներ։ Դե հիմա տեսեք, մենք առնվազն հանրային ընկալումների տիրույթում ունենք այս երկու հակասական մոտեցումները, հա։ Մի մոտեցումը ձեր նշվածն է, որ մեծամասամբ կիսում եմ նաև այն, որ քաղաքացիությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ինստիտուտը թերարժևորված է եղել։ Եվ երկրորդ մոտեցումը այն է, իսկ ինչի պետք է այսքան բարդ լինի, եւ բարդ ասելով շատ հաճախ մարդիկ նկատի ունեն զուտ վարչարական բարդությունները։ Այս մի թուղթն էլ ուզեցին, այս մի թուղթն էլ ավել ուզեցին, բայց ինչի համար են ուզում, բայց ինչի ես քաղաքացիությունը չստացա Եվրամիության դեսպանատան համար արյան անալիզն է մնում, որ հանձնենք։ Այդ դեպքում ինչն է, եթե մի երկու թուղթ ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու համար։ Հիմա սա է էականը, որ մենք պետք է բովանդակության ուշադրություն դարձնենք, հա։ Մենք առաջիկայում քաղաքացիության այդ ռազմավարական կտորով հանդես կգանք նաև որոշակի նախաձեռնություններով, այդ թվում նաև օրենսդրական նախաձեռնություններով, որոնք չեմ ցանկանում շատ փակագծեր բացել, քանի որ դեռևս աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, բայց ես կարող եմ մի բան հստակորեն ասել, մենք հանդես կգանք նախաձեռնություններով, որոնք կարժևորեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Եվ մի կարևոր դետալ է, էլի, այնպիսի տպավորություն է, որ մենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեջ մտանք, նոր հիշեցինք, որ մենք պետք է արժևորենք մեր քաղաքացիությունը, որտեղ հանրային մակարդակում ընկալման այդպիսի խոսակցություններ։ Ես ցանկանում եմ շեշտել, որ դա այդպես չէ։ Առնվազն ներքին գործերի նախարարությունը, միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը, այսինքն վարույթ իրականացնող մարմինները եւ ոլորտի քաղաքականության մշակման մարմնում այս թեմայի շուրջ քննարկումները, մշակումները եւ հետազոտությունները արդեն երկար ժամանակ է որ ընթանում են եւ անկախ դեռևս այն ժամանակ, երբ որ մենք վիզաների ազատականացման երկխոսություն չէինք էլ մեկնարկել Եվրոպական միության հետ, մենք տեսնում ենք, չէ, այդ պրակտիկան, որ մենակ վիզաների ազատականացման երկխոսությամբ չի, որ մենք տեսնում ենք, որ ունենք ռեֆորմների անհրաժեշտություն, ունենք մեր քաղաքացիության ուրեմն արժևորման անհրաժեշտություն եւ ընդհանուր կարող եմ նույնիսկ նշել այս հանգամանքը գործողությունների ծրագրի հետ կապված, կարծես բոլոր այն ռեֆորմները, որ մենք ցանկանում էինք կամ արդեն իսկ ընթացքի մեջ էինք եւ իրականացնում էինք, Եվրամիության գործընկերները կարծես համապարփակ հավաքել են մեկ փաստաթղթի մեջ եւ ուրեմն տրամադրել են մեզ։ Շնորհակալություն պարոն Ղազարյան, այս համապարփակ տարբեր շերտեր պարունակող զրույցի համար։ Ես բազմաթիվ հարցերի պատասխաններ ստացա ինձ համար, հուսամ մեր հեռուստադիտողը եւս։ Զրուցեցինք ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի հետ վիզաների ազատականացման, խստացման կամ քաղաքացիություն Հայաստանի Հանրապետության քաղաքացի արժևորելու անձնագրային այդ գործընթացների մասին։ Եթե դուք եւս ունեք հարցեր, կարող եք գրել մեկնաբանության դաշտում, մենք կփորձենք պատասխանել ձեզ։ Չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, դա չափազանց իսկապես կարևոր է մեզ համար։